վերադարձանք տաղավար եւ շարունակվում է առավոտ լսոյի ընթացքը, իդեպ պետք է նաեւ հեռուստադիտողների անունից, որովհետեւ ես հետևում էի զրույցին, թե ինչքան կարեւոր խորհուրդներ տվեց մեր հյուրը եւ շատ հետաքրքիր թեմա եք բարձրաձայնել, շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալություն մեր հյուրին եւ քեզ մանե։ Բայց պետք է նաեւ շարունակենք մեր ամենահամեղ հատվածին առավոտ լսոյի անդրադարձանելով ու այս անգամ մեր տաղավարում չի լինելու մեր գործընկեր Անուշը եւ իր խոհանոցը թողել է շատ վստահելի ձեռքերում այս անգամ մեզ հետ առավոտյան համեղ վստահենք պատրաստելու է շեֆ խոհարար Սարգիս, ինչու ես ծիծողում։ Որովհետև երբ ասեցի, որ Անուշը իր խոհանոցը թողել է վստահելի ձեռքերում, ուզում եմ ասել սիրելի հեռուստադիտողներ, ինչպես տեսնում եք, մենք խոհանոցում չենք։ Մենք խոհանոցում չենք։ Որովհետև մենք չենք ցավոք այդ վստահելի ձեռքերը, խոսքը Սարգսի մասին է, շեֆ խոհարար, բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ինչպես ես։ Լավ, դուք ոնց եք։ Շատ լավ, իսկ ինչպես ես սկսել առավոտը։ Շատ լավ, սուրճով ամենակարևորը եւ հետաքրքիր ու ոգեշնչված ոգով։ Ահա, դե այդ դեպքում առաջարկում եմ մեզ եւ հեռուստադիտողներին պատմես, թե ինչ ենք այսօր պատրաստելու կոնկրետությամբ։ Այսօր մենք պատրաստելու ենք սպանախով եւ այծի պաներով օմլետ։ Շատ հետաքրքիր հագեցած նախաճաշ է, ընթացքում կպատմեմ նախաճաշի օգտակար հատկությունների մասին։ Նշեմ մեզ ինչ է հարկավոր։ Հարկավոր է հավկիթ, նուշ կամ նուշի փաթիլներ, այծի պանիր, կաթ, սոյա եւ սպանախ։ Հիմնական բաղադրիչներն են։ Կարող ենք բաղադրիչների մեջ փոփոխություն անել, եթե այս պահին տանը չկա, բայց ցանկալի է որ վերցնենք այս բաղադրիչները։ Սկսենք նուշից, նուշի մշակումից։ Ես մի փոքր կներկայացնեմ, որ նախքան արդեն մոտենալը ես թրջել եմ, նախապատրաստել եմ մեր համար նուշը։ Ցանկալի է մի փոքր տաք ջրով թրջենք, փակենք, որպեսզի փափկի եւ ավելի հետաքրքիր ու համեղ ու հեշտ ուտելու համար ոնց որ պատրաստի մեր նուշը։ Ես հիմա չորացնեմ նուշը։ Մինչև նուշը չորացնեմ եւ կտրատեմ, նաեւ ուզում եմ նշեմ հավկիթների մասին, թե ոնց ճիշտ մշակենք, պահպանենք եւ անգամ օգտագործելուց ինչպես օգտագործենք հավկիթները։ Բոլորիս շատ հայտնի է, որ հավկիթներից շատ շուշուտ թունավորումներ են լինում, այսպես ասեմ, խոսքը սալմոնելոզ բակտերիաների մասին է, այո, հավկիթների վրա շատ տարածված են այդ մանրեները, դրա համար շատ կարևոր է, որ հավկիթները սառնանում պահելիս պահենք առանձին բոլոր մթերքներից եւ չլվանանք։ Իսկ լվանալուց հետո հավկիթը կարող ենք օգտագործել 12 ժամվա մեջ, դրանից ավել էլ չեն կարող պահել։ Այսինքն լվանալ եւ պահել պետք չէ, պետք է պահել օգտագործելուց առաջ միայն լվանալ։ Անկախ բոլոր մթերքներից սառնալ, ցանկալի է առանձին դարակ հատկացնենք հավկիթի համար եւ հավկիթը պահենք այդ դարակում։ Հիմնական բակտերիան հավկիթի մեջ չի անցնում, շատեր ասում են, որ հավկիթի մեջ էլ է լինում բակտերիա, բայց այդպես չի լինում։ Հիմնական հավկիթի թաղանթի վրա է լինում բակտերիաները հավաքված եւ որ մենք ավելի զգուշորեն մոտենանք դրան եւ ճիշտ կանոնները պահպանելով լվանանք հավկիթը, խնդիր չենք ունենա, որովհետեւ շատ ծանր թունավորում է սալմոնելոզը, այո, մինչև 15 օրից ավել անգամ մարդկանց մոտ լինում է, որ շարունակվում է։ Իսկ առանձին դարակում ենք դնում Սարգիս, որպեսզի եւ առանձին ենք պահում, որպեսզի այդ բակտերիան չհայտնվի մյուս մթերքների վրա, եթե կա։ Այո, քանի որ այդ բակտերիաները մակերեսային են, իրենք հպումով հայտնվում են ուրիշ մթերքների վրա եւ շատ դիմադրողականություն ունեն այդ բակտերիաները, անգամ սառցանում շատ ցածր ջերմաստիճանի տակ նրանք ապրում են, եթե չեմ սխալվում, միջև անգամ -35 աստիճան, պատկերացրեք, որ շատ դիմացկուն բակտերիաներ են։ Դրա համար ձկան մեջ էլ է լինում, հիմնական որ սառեցրած ձուկը բերում են կամ վերցնում են, անգամ դա չի խանգարում, որ մեծամասամբ մանրեները մահանում են սառեցնելուց կամ ջերմամշակումից, բայց այս դեպքում դա ոնց որ չի խանգարում մեր սալմոնելոզ բակտերիաներին։ Միակ տարբերակը քացախաջրով, թթված ջրով իրան ախտահանելն է, սպանելն է, կամ երկրորդ տարբերակը 75 աստիճանից բարձր ջերմամշակում անցկացնելը։ Այդ երկու տարբերակում կարող ենք բակտերիաները սպանել։ Ես հենց այդ մասին եմ ուզում հարցնել, որովհետև մինչ այս ամենը նշեցիր, որ պետք է իմանալ, թե ինչպես ճիշտ լվանալ հավկիթը, ես ուզում եմ հարցնել ինչպես ճիշտ լվանալ հավկիթը, այսպես ենք անում, վերցնում ենք, ես արդեն իհարկե լվացել եմ մեր հավկիթները, բայց կծանոթացնեմ նաև դրան, վերցնում ենք ջուր, մի փոքր
քացախ ենք լցնում մեջը, քացախաթթու։ Մի քթալ մոտավոր մի 5 լիտր փոքր ափսեի մեջ։ Այնուհետև հավկիթները տեղադրում ենք մեջը։ Հետո լավ լվանում ենք, դրանից հետո թափում ենք ջուրը եւ մեր ձեռքեն ենք լվանում քացախած ջրով։ Բայց լվանում ենք այնքան քանակ, որքան որ պետք է օգտագործենք։ Եթե մենք վերցնենք լվանանք օրինակ 10 հավկիթ, բայց պետք է օգտագործենք 4-ը, այն 6-ը 12 ժամ հետո անպիտան են դառնալու։ Եվ մի բան էլ նաև ասեմ, հավկիթների հետ կապված շատ կարևոր է, որ ուշադրություն դարձնենք կեղևը կոտրված չլինի եւ ճաքած չլինի, որովհետեւ այդ երկրորդ տարբերակը, որ ներթափանցում է սալմոնելոզը հավկիթի մեջ, դա կեղևի ճեղքն է, որով նա անցնում է հենց ներսում։ Եթե տանը տեսնում եք, որ արդեն հավկիթը ճաքած է կամ արգղից դուրս է այդպես, ավելի լավ է դեն նետենք, քան ռիսկի գնանք օգտագործելու համար։ Այո։ Հասանենք հացախի միջոցով է պետք է մշակել։ Հացախից եւ ջերմամշակումից երկու տարբերակից։ Կամ պետք է ջերմամշակենք 75 աստիճանից բարձր, կամ պետք է հացախաջրով ախտահանենք ու նաև ասեմ, որ ձվից շատ ավելի հավի մսի մեջ է լինում, քանի որ այս թեմայից խոսեցինք, միանգամից այո, սահմանափակենք հիմնական 3 վտանգավոր բաներն են՝ հավկիթը, հավի միսը եւ ձուն։ 3 տեղ են այո լինում հիմնական այդ բակտերիաները, դրանք այ հավի դեպքում մսի մեջ ներթափանցում են, որովհետեւ իրանք հիմնական մակերեսային բակտերիաներ են, բայց հավի դեպքում դա ներսում է լինում։ Դրա համար հավի ներսից անցնում է ոնց որ հավի ձվի կեղևին։ Իսկ հավի մսի հետ կապված հակառակ թեորիան է, հավի միսը չի թույլատրվում լվանալ։ Շատերս տանը լվանում ենք հավի միսը, մտածելով որ դա օգուտ է, լավ է, պետք է մաքուր լինի, այո, բայց հավի միսը լվանալով մենք այդ բակտերիանը տարածում ենք մեր տան մեջ։ Երբ որ քանի որ բակտերիան չի սատկում սովորական ջրից, այդ ջրի հպումը եւ այդ տարածումը ոնց որ սաղ մեր սեղանի մակերեսով եւ մնացած այլ մակերեսների վրա տարածումը այսպես հակառակն է ստացվում։ Բակտերիաներ, հակառակ process։ Մի բան էլ է հետաքրքրում, որովհետև խոսեցինք ձկան մասին, ասելով որ ձուկը եւս այդ վտանգավոր սննդամթերքերի շարքին է պատկանում։ Ես քանի որ դու գիտես, սուշին միշտ աչքի առաջ է լինում միշտ, բայց նաեւ դու գիտես, ես անցած անգամ մեր խոհանոցում էլ էի դա պատրաստում, շատ եմ սիրում առավոտյան նաեւ ձուկ օգտագործել, հաճախ ապխտած, երբեմն ոչ թե ապխտած սարքից, այլ թույլ աղադրած, օրինակ իշխանի ֆիլեմ, փափկամիս երբ այդպես թույլ աղադրում է ընդհանրապես անցնում, հիմա հետաքրքիր է այս դեպքում ինչպես հնարավոր է արդյոք մշակել կամ ինչպես զգուշանալ, որպեսզի այս խնդիրը չառաջանա, որովհետև այդպես ձուկը սովորաբար հենց սառեցված վիճակում վաճառում են եւ դու պարզապես բերում ես տուն սառցախցիկից առավոտյան վերցնում ես եւ օգտագործում ես հենց այդ վիճակում արդեն։ Նայեք, շատ կարեւոր է անգամ ձկան դեպքում ճիշտ սառեցնելուց հետո հալեցում կիրառել, որովհետև դեֆրոստ ասված խոսք ունենք մենք մեր տերմինաբանության մեջ է, երբ որ չի կարելի սառեցված մթերքները սխալ ջերմաստիճանում ետ բերել եւ օգտագործել, որոնցից են օրինակ հենց այդպիսին սենյակային ջերմաստիճան կամ բան անգամ դրանք սխալ են ջրի տակ դնելը, տակ ինչ որ գազօջախի կողքը դնելը, ոչ պիտեղ չենք կարող ամբողջ կյանքը սխալել։ Դրա համար ասեցի մանավանդ միկրոալիքային վառարանը ուղղակի ստեղծել են սարք, որը մարդկանց կյանքը հեշտացնում է, բայց հեշտացնելով դա կրճատում է կյանքի տևողությունը մարդկանց, հա, շատ վտանգավոր տեխնոլոգիա է, միկրոալիքայի վառարանը։ Ես չէի սպասում, որ մեր խոհանոցային հատվածը կվերածվի այսպես բացահայտումների, բայց չէ կարևոր շատ թեմաներ են, այսինքն դու նկատի ունես վտանգավոր է առհասարակ, թե առհասարակ եւ նաեւ առհասարակ վտանգավոր է համ ռադիոակտիվ ճառագայթների համար, որովհետև ուտելիքը գենետիկան վերացնում է ուտելիքի մեջ, այսպես ասեմ, հենց իր այդ լազերային արագ process-ը, որը որ կատարվում է ուտեստի հետ, գենետիկան ամբողջովին որ տեսա հոլովակի տեսքով նայեք, կպատկասենք, կտեսեք, թե ոնց է վերացնում են, պատկասեք sense որ լազերով մի բանի խփում են, ինչ է լինում, նույնը այդպես ուտելիքի հետ է լինում, իր մեջ ոչ մի օգտակար հատկություն չի մնում, ինքը միանգամից վերացնում է այդ ամեն ինչը, բացի այդ ուտելիքը միանգամից սառեցումից հետո պետք է աստիճանաբար դեֆրոստ անենք, գոնե մինիմումը 4 աստիճանի տակ, գոնե որ մենք կարողանանք այդ նորմերը պահպանել, որովհետև քիչ-քիչ ուտելիքը հետ գալով ինքը գալիս է իր հին նորմային տեսքին, որով որ ինքը անցել է սառեցում։ Եթե մենք այդ ամեն ինչը չպահենք, ուտելիքի
մեջ բակտերիաները ավելի շատանում են, միանգամից ակտիվանում են եւ սկսում են տարածվել։ Այսինքն ձկան դեպքում պետք է պարզապես հանել այն սառցախցիկից, տեղափոխել սառնարան, եթե 4 աստիճանի դրա համար ցանկալի է թարմը վերցնել կամ շատ քիչ բաժիններով վերցնել, այո, բայց նաև դա էլի չի օգնում, որ խուսափենք ոնց որ հումձուկ ուտելուց։ Հումձուկը հենց ինքը իրենով արդեն խնդիր է, որովհետև ինքը մանրէների կրող է, այսպես է դուրս գալիս, քանի որ ոչ մի ջերմամշակման չի ենթարկվել։ Ջերմամշակումն է հենց ուտելիքը պատրաստում ուտելիք ասված է եւ անգամ հենց մենք մարդիկս բոլորս ջերմամշակման միջոցով ենք դարձել մարդ, ոնց որ ցիվիլիզացիայի ենք էլի ենթարկվել, այսպես ասեմ, քանի դեռ մարդը ուտում էր հումիս, հումձուկ, մարդը դա նեանդերտալից վիճակներում մարդն էր, հին հնադարյան մարդիկ էլի, բայց քանի որ մարդիկ գտան կրակը եւ սկսեցին մշակել ուտելիքը, ոնց որ ավելի փոխվեցին եւ էվոլյուցիայի ենթարկվեցին, օրինակ։ Շատ հետաքրքիր վարկաշարժ անգամ պիտի լինեն, բայց առաջարկում եմ մտապահել։ Ուզում ասեմ խոհանոցն է մեզ, ուտելիքն է եւ խոհանոցն է։ Այո, դա ջերմամշակումն է, մեզ մարդկանց։ Ես առաջարկում հենց այս թեման շարունակել, բայց փոքրիկ դադարից հետո ընդմիջվենք գովազդային դադարով, ապա կվերադառնանք։ Իրականում թեման այնքան հետաքրքիր է, որ մենք ամբողջ գովազդային դատարի ընթացքում շարունակում ենք այն քննարկել, հիմա խոսքը նորից փոխանցում ենք Սարգսին, վերադառնում ենք այս թեմային, փաստորեն պետք է այս իսկապես շատ ուշադիր լինել Սարգիս եւ հաշվի առնել բոլոր այս մանձուկները մանրէներից առաջին խոսում։ Մանրէներից, հա միկրոալիքային վառարանից։ Ոնց որ այս եթերով պետք է բոլորս հրաժեշտ տանք մեր տներում միկրոալիքային վառարաններին։ Վերև եթե շենքում ենք բնակվում, կարելի է վերևից անգամ գցել ներքև, իհարկե տակը մարդ չլինի, միապիտ գցենք, բայց մենք հետո չօգտագործենք։ Այո, որ չօգտագործվի էլ ինքը շարքից դուրս գա։ Մի փոքր նաև մեր ուտեստի մասին պատմեմ, մի քիչ շեղվեցինք, հավքիթից սկսեցինք, այո, շատ ծավալվեցինք։ Ես սպանախի ցողունները հանեցի եւ վերցրեցի հիմնական միայն տերևները, բայց ասեմ, որ կարող եք նաև օգտագործել ցողունները, շատ առողջարար են եւ շատ օգտակար հատկություններ ունեն։ Մի փոքր նաև ասեմ սպանախի մասին, քանի որ այսպես շատ խոսեցինք, թե ձկան, հավքիթի, հավի եւ բակտերիաների մասին, նաև լավ բաներ ասեմ, մի փոքր, շատ վատ բաներ չասեմ, էլի, առավոտ նախաճաշին մեր սպանախը ուղղակի այնքան շատ օգտակար հատկություններ ունի, որ պատկացեք ես մտքումս չեմ կարողանում դասավորեմ, թե որտեղից սկսեմ սպանախի հետ կապված։ Ամենաառաջինը նշեմ բոլորիս անհանգստացնող հարցը, որ սպանախը շատ քիչ կալորիականություն է պարունակում, օրինակ 100 գրամ սպանախի մեջ մոտավոր 23 գրամ կալորիականություն է։ Պատկացրեք, այո, այդ ամենալավ մթերքներից է, որը օգնում է պահպանել քաշը, լինել առողջ եւ ունենալ լավ իմունիտետ, այսպես ասեմ, շատ բարձր իմունիտետ։ Հիմա բացատրեմ process-ը, մի թեթև մենք մեր թավան թրջում ենք, ոչ թե շատ էլի լցնում ենք, որ թաթախվի մեջը, ձիթապտղի ձեթով, ցանկալի է ջերմամշակման համար նախատեսված ձիթապտղի ձեթ լինի, որովհետեւ մի հաղորդման էլ ձեթերի մասին կխոսենք, նաև ձեթերի մեջ կան տեսակներ, որոնք խնդիր են ստեղծում ջերմամշակման ժամանակ։ Կոնցերոգեններ են արտադրում եւ դառնում է մեր ուտելիքը, որ պետք է լիներ առողջ նախաճաշ, բայց դառնում է թունավոր նախաճաշ։ Բացի թունավորից նաև շատ հաճախ կարելի է դրանք տարբերել նույն բույրով, երբ փորձում ենք ջերմամշակում անցկացնել, միանգամից այլ ինչ-որ համ եւ հոտ է ունենում եւ ծուխ է դուրս գալիս, որովհետեւ նախատեսված չէ այդ ձեթը, օրինակ 230-ից 250 աստիճանի տակ, քանի որ մեր գազօջախի ջերմաստիճանը թավայում 250-ից 270 աստիճան է միջև բարձրանում, ձեթեր կան, որ այդքան չեն կարողանում պահել, օրինակ սովորական աղցանում օգտագործող ձեթերն են ձիթապտղի եւ սովորական նույնպես արևածաղկի, այո, որ օգտագործում ենք աղցանների համար։ Դրա համար շատ կարևոր է ապրենք, չեն կարող։ Մի փոքր դրա մասով է հուշում անեմ, երբ որ խանութներից կամ սուպերմարկետներից ցանկանում եք ձեռք բերել, ուշադրություն դարձրեք, հիմնականում ջերմամշակվող ձեթերի տարաների վրա կարմիրով նշաններ է արված, որ մարդիկ մոտավոր պատկերացնեն, որ սա ջերմամշակման համար է։ Իսկ որոնք որ աղցանների համար են լինում, կանաչով կամ ավելի բաց գույներով են իրանց ոնց որ
ներկայացնում, որ մարդիկ պատկերացում կազմեն։ Սպանախի մշակումը շատ քիչ թույլ ջերմաստիճանի տակ ենք վերցնում, չենք խաշում սպանախը, սպանախ խաշված ասածը դա նորից վնասում եւ փչացնում է մեր սպանախի մեջ եղած օգտակար հատկությունները։ Սպանախը պատկերացեք միակ մթերքներից է, որ պոպոկի հետ հավասար մարդու ուղեղի վրա շատ դրական արդյունքներ է տալիս, շատ հարուստ է ֆոլաթթուներով, մեր աչքերի համար է շատ լավ, սպանախը ոսկորների համար է շատ լավ եւ ինչպես նշեցի, քաշի պահպանման համար։ Սպանախը կարող է օգնել եւ կորցնել քաշը եւ պահպանել քաշը։ Հավաքել չի տալիս, այսպես ասեմ, դրա համար կարող ենք հանգիստ սպանախը օգտագործել։ Սպանախը մի թեթև մշակումից հետո անգամ մի փոքր գաղտնիք է կբացահայտեմ կանաչիների հետ կապված, որ օգտագործում ենք։ Հա, սպանախը նախ բույսերի շարքում է պատկանում, նաև ունենք կանաչիներ եւ բույսեր, շատ կանանչ ազգիներ պատկանում են բույսերին, դե մեր համար այդքան նշանակություն չի լինում, ոնց որ մենք վերցնում ենք, այո, որպես կանաչի, այո, ամեն ինչը, կան կաղամբազգիներ, մենք անցած հաղորդմանը անգամ քեյլի մասով խոսեցինք։ Քեյլը, այո, կաղամբների ազգին է, սպանախը արդեն լավ հիշում եք, այո, բոլորը։ Սպանախը պատկանում է արդեն բույսերի շարքին։ Աչքերի հետ կապված օգնում է, որ մարդու աչքերը արևի ճառագայթներից պաշտպանի եւ չի թույլ տալիս, որ թաղանթը աչքերի վնասվի։ Շատ կարեւոր հատկություն է, որ շատ քիչ մթերքներ են պարունակում։ Հիմա արդեն եւ նաեւ նշեմ, որ ասեցի կանաչիների ու բույսերի հետ կապված, նայեք, ջերմամշակման ընթացքում կարող է նկատել եք թե տանը եւ թե տարբեր վայրերում, երբ որ մշակում ենք կանաչիները, իրենք գույնը խամրում են, գցում են եւ դառնում են ոչ ախորժալի, այսպեսի ինչ-որ գույնի կանաչին է։ Տխուր մուգ կանաչ է։ Այո, դա ինչից է լինում։ Երբ որ կանանչա տեսակը կամ բույսը տվյալ դեպքում պարունակում է շատ քիչ վիտամիններ եւ դիմադրողականությունը շատ քիչ է բույսի, ստացվում է այդպիսի ոնց որ process մեր բույսի հետ։ Ինքը շատ արագ կորցնում է օգտակար հատկությունները եւ կորցնում է գույնը, տեսքը։ Սարգիս, իսկ մեզ ինչի համար է անհրաժեշտ կաթը եւ սոյան։ Հիմա այո, երբ որ ես արդեն սպանախը սկսում եմ տապակել, հիմա քիչ-քիչ ես նաեւ կաթ եմ տալու ձվի մեջ, որպեսզի ավելի սերուցքային եւ ավելի թեթև փափուկ, հա, կաթնային համ ստանամ։ Մի փոքր սպանախը տեղափոխում եմ տարայի մեջ, կաթը կարող եք նաև առանձին խառնել, բայց ես ընթացքում եմ տալիս, որ կաթի օքսիդացումը մի քիչ ավելի արագ լինի, որովհետև երբ որ ձվի հետ խառնում ենք, օքսիդացումը շատ քիչ է լինում եւ կառավարումը արդեն պետք է ըստ ջերմամշակման ոնց որ նայենք։ Ես մի քիչ թողելու եմ ավելի, այսպես ասեմ, scrambled տեսակով, թեր, այո։ Այսպես մի փոքր ավելացրեցի նաև ընթացքում սև պղպեղ եւ աղ։ Հիմա փակում ենք 1-2 րոպե սպանախը արագ եփում է եւ ուշադրություն դարձրեք գույնի սպանախի, թե ինչքան նաև ավելացնենք սոյան, այո, ինչքան գեղեցիկ ֆոսֆոր կանաչ է մնացել։ Դա իր օգտակար հատկություններից է։ Եթե այստեղ օրինակ լիներ մաղադանոս կամ համեմ, շատ արագ մաղադանոսը կամ համեմը կսևանար ու ոչ ախորժալի տեսք կունենար, բայց քանի որ արդեն մեր տարայի մեջ, որ մեր սպանախն է, մեր թավայի մեջ, հիմա միջև վերջ կտեսեք, թե սպանախը ոնց է պահպանում գույնը։ Արդեն պատրաստ է մեր մատուցման ափսեն, մենք ավելի շատ խոսեցինք, ինքը շատ հեշտ եւ արագ պատրաստող այո նախաճաշ է։ Իսկ նուշն ու պանիրը մեզ անհրաժեշտ է վրան հետո ավելացնելու համար մատուցման ժամանակ, հա։ Պրոցեսը պահպանում ենք այսպես, եփում ենք ջերմամշակում ենք ձուն եւ սպանախը, այնուհետև վերջում ավելացնում ենք տարայի մեջ նուշը մի հատ թեթև տապակում ենք կամ խառնում ենք եւ վերցնում ենք արդեն։ Տեսնում ենք մատուցման ափսեի մեջ այծի պանիրը վերջում հում վիճակում ենք լսում, քանի որ այս այծի պանիրը ֆետա տեսակն է, մշակման ընթացքում տաքանալուց համը կորցնում է եւ ավելի շեղվում է այն համից, որը որ պետք է ոնց որ համադրի մեր սպանախը։ Այսպես սոյան շատ յուրահատուկ համ է տալիս մեր
օմլետին։ Եվ երբեմն մեզ համար չհամադրվող համերը, բույրերը այնպիսի շեֆ խոհարարների ձեռքով եւ բաղադրատոմսերով գեղեցիկ բաղադրատոմս են ստանում, որ հասկանում ես ինչու ժամանակին չէինք փորձել օրինակ օմլետի մեջ, այո, կաթը, սոյան, ձուն, սպանախը, այծի պանիրն ու նուշը համադրել։ Վստահ եմ, որ շատ համեղ է ստացվել ու դու ինչ-որ բան ավելացրեցիր, կարծես թե։ Նուշը արդեն ավելացրեցի, այո։ Ես հիմա արդեն պատրաստ եմ մեր մատուցման տարան, նաև պանիրը, վերջում, որ ավարտենք, արդեն փորձելուց կզգաք, թե ինչքան փափուկ եւ հեշտ է ծանվում նուշը, որովհետեւ նախքան դա նշեցի, որ թրջել եմ, մի փոքր էլ ասեմ նուշի մասին, մինչեւ շատ առողջարը հետո կխոսենք, որովհետեւ շատ երկար արդեն կլինի նուշը, դրա համար մի փոքր ասեմ, որ կարող եք այս տեսակով նաև ստանալ նուշի կաթ, թրջելուց հետո ուղղակի պետք է աղալ եւ քամել։ Մոտավոր 300 գրամ նուշը միլիտր ջրի մեջ։ Եվ կստանանք բուսական կաթ, ովքեր որ չեն օգտագործում կենդանական կաթ։ Մեր օմլետը պատրաստ է։ Այսպես անենք։ Ես արդեն տեղադրում եմ ափսեի մեջ։ Եվ մնում է ամենավերջում այծի պանիրը։ Շատ գրավիչ տեսք ունի, մենք այստեղից հիմա տեսնում ենք մեր ռեժիսորի օգնությամբ։ Այծի պանիրը փշրում ենք, մասերի ենք բաժանում եւ դնում ենք մեր օմլետի վրա, վերջ։ Մեր օմլետը պատրաստ է։ Այստեղ Անուշը լիներ, կասեր, որ ավելացնենք վերջում միկրոկանաչիները եւ մաղադանոսի ձեթ։ Եվ Անուշ լինի։ Այսպես, մեր օմլետը պատրաստ է, խորտ կտամ, որ օգտագործեք գոնե շաբաթը 2-3 օր ուտեք եւ կտեսեք ինչքան դրական փոփոխություններ կլինի ձեր կյանքում եւ առողջության մեջ։ Այսքանը։ Շնորհակալ ենք անչափ Սարգիս, մենք կհետևենք ոչ միայն այս, այլ նաև բոլոր խորհուրդներին, որ հնչեցին այսօրվա ընթացքում եւ իհարկե պետք է շտապել փորձել։ Պետք է շտապել փորձել, հիմա լսենք երաժշտություն, սիրելի հեռուստադիտողներ ու վերադառնանք։